ինչպես մարդիկ պետք է խաղաղությանը տեր կանգնեն, այնպես ինչպես իրենց հորջորջած տնտեսական հեղափոխությանը, եթե չեք մոռացել, տարիներ առաջ սրանք շատ այսպես մեկը մեկին հերթ չտալով ուզում են ճարտար շարադրեն տնտեսական հեղափոխության հիմունքները։ Նման երևույթ ընդհանրապես գոյություն չունի իրականության մեջ, եւ այդ մարդկանցից մեկը հանրապետության նախագահն է, Վահագն Խաչատրյանը, որը նույնիսկ եթե չեմ սխալվում հոդված էր գրել տնտեսական հեղափոխության վերաբերյալ, բազմաթիվ իմ գոլեգաներ, տնտեսագետներ, գրքեր են հրապարակվել, հատորներ, ուր է տնտեսական հեղափոխությունը, մեկը հիմա այդ գոնե հիշում է կամ կարող են համարձակորեն այդ բառակապակցությունը նորից նշել։ Հայաստանի քաղաքացիները ունեն արժանապատվություն եւ կարծում եմ հունիսի 7-ին տեր են կանգնելու իրենց արժանապատվությանը։ Այս ամենի համատեքստում այս տնտեսական ցնցումները, որ այսօր տանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ավելի կոնկրետ այն մարդիկ, որոնք արտահանումով են զբաղված բարթերի բիզնեսով եւ այլ տնտեսվարողները, մի խոսքով ասենք, ինչ կանեն, իրենց ընտրության ձայն, իրենց քվեն կտան Փաշինյանին, թե կվախենան եւ դարձան իրենց գործն է։ Դարձան իրենց գործն է։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի մի փոքր հիշողություն, ես չեմ խոսում գոնե մեկ տարվա կտրվածքով իրազեկվածություն, թե ինչ արհավիրքներով է անցել երկիրը, երբ նմանների ձեռքին է հայտնվել եւ ում կարելի է վստահել, ում չի կարելի վստահել, ես անձամբ որևէ քաղաքական հոսանք չեմ ներկայացնում, ներկայացված բոլոր քաղաքական ուժերից, այդ իսկ պատճառով շատ օբյեկտիվ եմ փորձում դատողություններ անել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընդհանրապես պետք է ունենա պարզ հիշողություն, պետք է ունենա պարզ մարդկային տրամաբանություն եւ համեմատի չորի հետ, ճիշտը ստի հետ, ուրիշ որևէ բան պետք չի։ Պետությունը արդյոք հաշվի առնի կամ հաշվի առել է առհասարակ այս տնտեսական ցնցումները, հաշվի առնելով ռուս-հայկական հարաբերությունները հիմա ինչ փուլում են, այդ սկզբնական կետից սկսած, Հայաստանի իշխանությունները հաշվի առել են, որ նմանատիպ տնտեսական ցնցումներ հնարավոր է, որ կլինեն մեր երկրում։ Լսեք, նորից փորձեք դատողություններ անել հստակ քայլերով, որ անում է Հայաստանի իշխանությունը։ Եվ ուշադրություն դարձրեք այն հետագծին, որը թողել են այս ընթացքում 8 տարիների ընթացքում։ Դա ոչ միայն բարեկամ երկրի, ռազմավարական դաշնակցի հետ անազնիվ հարաբերություններ են, որը արժանանում է ծաղրուծանակի եւ ի վերջո նաեւ վերջնագիր են ներկայացնում, այլ անազնիվ է նաեւ վերաբերմունքը նույն եվրոպացիների նկատմամբ, Եվրամիության նկատմամբ։ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է ՍԵՊԱ համաձայնագիրը 2017 թվականին եւ համընկել է հենց 2017-ի տարեվերջին, նոյեմբերի վերջին։ Եվ հենց համընկել է իրենց վրա է պատասխանատվությունը եղել այդ համաձայնագիրը իրագործելու։ Արդեն 9 տարի է ըստ էության ներկայիս իշխանությունները 0 քայլ են անում այդ համաձայնագիրը իրագործելու կամ ինչ-որ մի քայլեր կատարելու այդ ուղղությամբ։ Եթե բացեք կարդաք ՍԵՊԱ համաձայնագիրը եւ նայեք թե խոստումներից եւ սիրախաղերից այն կողմ ուրիշ բան անում է արդյոք ներկայիս իշխանությունը, կտեսնեք, որ ոչ։ Մասնավորապես խնդիրներ են դրված հայկական կոնյակի ռիբրենդինգի առումով, գյուղատնտեսության ոլորտում ինչ պետք է արվի, էներգետիկայի ոլորտում ինչ պետք է արվի, շատ կոնկրետ է ամեն ինչ, այսինքն ազնվությունը պետք է դրսևորվի ամենուր։ Այստեղ ոչ միայն մի երկիրն է կամ մի բևեռն է, ասենք արևելք կամ հյուսիս հարավ, արևելք արևմուտք, այլ բոլորի հանդեպ են այս անազնիվ վերաբերմունքը։ Եվ դրա համար էլ երկրները վերջնագիր են ներկայացնում մեր պետությանը իդեմս այս իշխանությանը։ Անազնիվ, այսինքն ազնվության բավական լուրջ դեֆիցիտ կա, որը ցավոք սրտի այսօր Հայաստանի Հանրապետություն ասելով դա է նկատի ունեն եւ կարծում եմ, որ մենք պետք է վերականգնենք մեր իմիջը եւ մեզ ներսում եւ հավատանք ինքներս մեզ եւ այս պարակվածությունը վերացնենք, համերաշխություն լինի եւ նաեւ վստահություն ներշնչենք մեր գործընկերներին աշխարհի բոլոր ծայրերում, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք լինեն կանխատեսելի եւ հուսալի գործընկեր։